շանտաժի լեզուն են օգտագործելու այս բանակցությունների ընթացքում։ Դրական սպասումներ չունեն միջազգայնագետները Իրան-Միացյալ Նահանգներ բանակցությունների հաջորդ փուլից։ Ռազմական գործողություններով ընդհատված դիվանագիտական հանդիպումները ըստ Միացյալ Նահանգների նախագահի հաջորդ շաբաթ են վերսկսվելու։ Փորձագետները վստահ են, Միացյալ Նահանգները փորձելու է ճնշումների ու սպառնալիքների տակ միակողմանի զիջումներ կորզել մեր հարավային հարևանից, պահանջելու է վերջնականապես հրաժարվել միջուկային ծրագրից, ինչը մինչև այս պահը մերժում է Թեհրանը։ Վստահ եմ, որ Միացյալ Նահանգները փորձելու են ճնշում իրականացնել Իրանի վրա եւ հիշեցնելով, որ եթե չգնաք միակողմանի զիջումների այս կարևոր հարցերում, ապա կարող են կրկնվել այն նույն իրադարձությունները, որոնք տեղի ունեցան շաբաթներ առաջ, բայց այս անգամ կարող են ավելի հուժկու հարվածներ լինել, ինչպես Իսրայելի, այդպես էլ Միացյալ Նահանգների կողմից։ Թրամփը կարճ ներկայացրել է, ինչի մասին է լինելու դիվանագետների հանդիպումը։ Միացյալ Նահանգների նախագահի բառերով խնդրելու են իրանցիներին հրաժարվել միջուկային զենք ունենալու մտքից։ Միակ բանը, որ մենք կխնդրենք հանդիպման ժամանակ, այն է, ինչ մենք խնդրում էինք նախկինում։ Մենք չենք ուզում միջուկային զենք ունենան իրանցիները։ Բայց Թրամփի խնդրանքներին հազիվ թե ականջ դնի Իրանը, փորձագետները վստահ են, միակողմանի զիջումներ չի անելու Թեհրանը, որքան էլ փորձեն սպառնալ իրեն։ Վստահ եմ, որ Իրանը միակողմանի զիջումների չի գնա, որովհետև դա շատ մեծ հարված կհասցնի իր հեղինակությունը մեր տարածաշրջանում։ Եթե չկարողանան դիվանագիտական լեզվով ընդհանուր հայտարարի գալ, հավանականությունը մեծ է, որ Իրանի դեմ ռազմական գործողությունները կվերսկսեն Իսրայելն ու Միացյալ Նահանգները։ Բայց միայն օդային մարտերով հազիվ թե հաջողության հասնի Նեթանյահու-Թրամփ տանդեմը, դժվար թե կարողանա ոչնչացնել Իրանի միջուկային ամբողջ պոտենցիալը, վստահ են փորձագետները։ Չնայած Միացյալ Նահանգների նախագահը պնդում է, որ իրենց գերհզոր ռումբերով, որոնք մխրճվում են գետնի խորքերը, հիմնահատակ ոչնչացրել են Իրանի միջուկային պահեստները։ Եթե դու փորձում ես կապիտուլյացիայի ենթարկել պետությանը, ապա դու պետք է ոչ միայն օդային հարվածներ հասցնել, այլ նաև ցամաքային օպերացիա սկսես այդ պետության դեմ, բայց ես ավելի քան վստահ եմ, որ ոչ Իսրայելն է պատրաստ նման քայլի դիմել, ոչ էլ Միացյալ Նահանգներն են պատրաստ, ոչ էլ իրենք ունեն այդ ռեսուրսները։ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը 12-օրյա օդային հուժկու հարվածներով չեն կարողացել այնպիսի վնաս հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին, որ Թեհրանը չկարողանա միջուկային զենք ունենալ։ Ավելին բանակցությունների նախաշեմին Իրանի հոգևոր առաջնորդը, որին սպառնում էին սպանել Իսրայելն ու Միացյալ Նահանգները, այսօր տեսաուղերձով շնորհավորել է իր ժողովրդին ամերիկացիների նկատմամբ հաղթանակ տանելու համար։ Խամենեիի խոսքով Վաշինգտոնը փրկեց Նեթանյահուի երկիրը ոչնչանալուց։ Շնորհավորում եմ մեր սիրելի Իրանին Միացյալ Նահանգների ռեժիմի նկատմամբ տարած հաղթանակի կապակցությամբ։ ԱՄՆ մտավ պատերազմի մեջ անմիջապես, քանի որ զգաց, որ հակառակ դեպքում սիոնիստական ռեժիմը լիովին կոչնչանա, բայց ոչնչի չասավ։ Խամենեին նույնիսկ սպառնացել է ավելի դաժան հաշվեհարդար տեսնել Վաշինգտոնի հետ, եթե էլի ոտնձգություն անի Թեհրանի նկատմամբ։ Իրանի գերագույն առաջնորդը ուղիղ հայտարարել է, որ իրենք թիրախում են պահում Մերձավոր Արևելքում ամերիկյան կարևոր կենտրոնները։ Իրանը հասանելիություն ունի տարածաշրջանում ԱՄՆ-ի կարևոր կենտրոններին և կարող է գործողություններ ձեռնարկել, երբ անհրաժեշտ համարի։ Իսլամական Հանրապետությունը ծանր ապտակ հասցրեց ԱՄՆ-ի դեմքին։ Մեր երկիրը հարձակվեց և վնաս հասցրեց Ալ-Ուդեյդի ավիաբազային, որը տարածաշրջանում ԱՄՆ-ի կարևոր բազաներից մեկն է։ 86-ամյա հոգևոր առաջնորդի ելույթին զուգահեռ X-ում գրառում է արել Իսրայելի վարչապետը։ Նեթանյահուն շնորհակալական խոսքեր է շռայլել Թրամփին, իրեն և իր ժողովրդին անվերապահ աջակցելու համար։ Շնորհակալություն նախագահ Թրամփ, ինձ, Իսրայելին ու հրեա ժողովրդին ցուցաբերած տպավորիչ աջակցության համար։ Մենք կշարունակենք համատեղ աշխատել, մեր ընդհանուր թշնամիներին հաղթելու, մեր պատանդներին ազատելու և խաղաղության հասնելու համար։ Արևմտյան մամուլը գրում է, թե իր այս գրառմամբ Իսրայելի վարչապետը ցույց է տալիս, թե ուշադրություն չի դարձնում Իրանի հոգևոր առաջնորդի սպառնալիքներին։ Հասմիկ Սերոբյան, Առաքել Օհանյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։